Սելիներ, սելավադագիցներ, գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվականանունով գողջունենք նաև բոլոր անոնք, որոնք գեդևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN Get TV-ի միջոցով։ Ուրվորեք Աստվածորդն է, առողջ բահե, հավատքով բահե, հույսով բահե, սիրով բահե, միապան բահե։ Մեր բաշտամունքները գշարնակվին, Եգոր Գիրագի դերգամի ունինք հայրելու օրվա բաշտամունք, ժամը 11-ին, իսկ ժամը 10-ին հայրելու օրվա նախաճաշ, բոլորդ հրավիրված եք միասին նախաճաշնելու եւ ապա դերը բաշտել եւ դերը մեծարել ժամը 11-ին։ Մեր ծրագիրները գշարնակվին դերոջ շնորհքով եւ գունենանք օգոստոս ամսվան մեջ Միորյա բդույթը, որ հայտարարած էինք Ronald Reagan Library-ին եւ բոլոր անոնք, որոնք կփապակին, կտելացենք, որ ներգալակ բոլորս միասին որպես մեկ ընտանիք հաջեցեք ցեր անուններն դալ, արձանագրել, որպես գայդան կստայնեմ ծրագիրը իրականացնել։ Եգոր Գիրագի հայրելու օրվա նաեւ որպես գիրագի պիտի անցատարնանք նաև մեր շրջանավարտներում։ Նաև պիտի հիշենք բոլոր այն աշակերտներ, որոնք շրջանավարտ եղան։ Այսինքն ամենափոքրն սկսյալ մինչև ամենաբարձրակույն ուսում, բոլոր անոնք, որոնք վկայականին պիտի անցատարնանք իրենց Եգոր Գիրագի հայրելու օրվա պաշտամունքին։ Հետևաբար հաջեցեք Ձեր զավակներուն, ձեր թորներուն կամ ձեր անունները եկեղեցու գրասենյակ նորային դալ, որովհետեւ կարողանանք հիշել, արձանագրել եւ անցատարնալ մեր շրջանավարտներուն Եգոր Գիրագի օր։ Եվ այս բոլորին մեջ Կամփարևի իր ծրագիրները կսկսի, բայց աստվինք նաեւ Կամփարևի ծրագիրներուն Եվ գուզենք մեր ժողովրդին ուշադրության հանձնել, թե այս ամսվա հունիս 21-ին շաբաթ գեսորի ետք ժամը 2:30-ին վերաբադվելի Հովհաննես Մելքոնյանի հիշատակության պաշտամունքը դեղի պիտի ունենա UACC-ի մեջ, UACC եկեղեցի մեջ 21 հունիս շաբաթ Գեսորեյետ ժամը 2:30-ին։ Աղոթողը լանք թորդերը իր սուրբ հոգիով այցելե, մխիթարե եւ զորացնե Մելքոնյան ընտանիք եւ իրենց հարազատներ։ Աստուծո սրբազան խոսքեն գարտացվի Կորսկ Արաքելոց երկրորդ գլուխ առաջին 13 համարները։ Կորսկ Արաքելոց երկրորդ գլուխ առաջին 13 համարները։ Այսօր Պենտեկոստեի գիրագին է, հոգեկալուստի գիրագին, եւ հոգեկալուստի եւ գիրագին ganցատարնանք այն հատվածին արձանագրված Կորսկ Արաքելոցի մեջ։ Ուգաս Հավեդարանիչ գարցանակրե եւ իր խոսքը գուղե մեզ վերականգնին ասելով Երբ Պենտեկոստեի դոնը հասավ ամենքնալ միապան մեկդեղեին Հանգարձակի երկնքեն ցան մի եղավ սաստկաշունչ հովի մցայնին պես եւ փելորդունը լեցուց ուր նստերեին Եվ բաժնված լեզուներ երևցան իրենց, որպես թե գրագե ու ամեն մեկուն վրա նստան։ Եվ ամենքն ալ Սուրբ Հոգիով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսիլ, ինչպես հոգին իրենց խոսիլ գուդար։ Երուսաղեմի մեջ բնակող հրեաներ կային, աստվածավախ մարդիկ, երկնքի տակ եղած բոլոր ազգերեն ժողվված։ Երբ այս ցայնը եղավ, բազմությունը մեկտեղ եկավ ու խռովեցավ, վասնզի գլսեին, որ անոնք իրենց ամեն մեկուն լեզվով գխոսեին։
Ամենքն ալ գսկանչանային ու գզարմանային եւ իրարու գսեին, չէ որ ահա ասոնք ամենքն ալ որ գխոսին Գալիլեացի են։ Ուրեմն ինչպես կլսենք մենք մեր ամեն մեկ լեզվով, որուն մեջ ծնած ենք, բարթևներ, մարեր, եթամացիներ եւ անոնք որ գփնագին միջակետքի մեջ եւ Հրեաստանի Գաբաթովգայի մեջ Բոնդոսի ու Ասիայի մեջ, Փրուկիայի, Պամփուլիայի մեջ, Եգիպտոսի մեջ, Գրենեի մոտ, Լիբիացիներուն գողմերուն մեջ, նաև Հռոմայացի բանտուղտներ, թե հրեաներ, թե նորահավատներ, գրեդացիներ, արաբացիներ, գլսենք, որ մեր լեզուներով գբատմեն Աստուծո մեծամեծ բաներուն մասին։ Գսկանչանային ամենքն ալ ու դարագուսած իրարու գսեին, ինչ բիդի ըլլա այս։ Ոմանք ալ ձաղր ընելով գսեին, անոնք նոր քինիով լեցվել են։ Թորդեր օրտեր խոսքին ընթերցում եմ։ Մեզ մերականչուրին, հավատքի գյանքին, աճման եւ շինության համար։ Ամեն։ Սելի հավատագիցներ, եկեղեցական դոնացույցին համաձայն այսօր հոգեկալուստ է, այսինքն քրիստոնեական եկեղեցիին հիմնացության ծննդյան թվականը։ Քրիստոնյա եկեղեցին գսկսի հոգեկալուստով։ Դեր Հիսուսի հրաշապար հարութենեն 40 օրեր ետք դերի գունենա անոր համբարձումը, որ անցնող գիրագի անցադարձանք համբարձման։ Համբարձում են 10 օրեր ետք հոգեկալուստ։ Այսինքն դեր Հիսուսի հրաշապար հարութենեն 50 օրեր ետք դերի ունեցավ Սուրբ Հոգին կալուստ, հոգեկալուստ։ Ուգասավետարանիչ գարտացված այս հատվածին մեջ գարցանակրե Սուրբ Հոգին կալուստը։ Գործկարակելոց երկրորդ գլուխ առաջին բաժնին մեջ գտեսնենք աշակերտները միապան մեկտեղ հավաքված էին, երբ Աստուծո Հոգին լեցուց ամբողջ տունը, այսինքն հոնուր հավաքված էին, հավաքված դեղը լեցուց։ Եվ գրագե լեզուներու նման աշակերտներուն վրա հանգչեցավ։ Գգարտանք։ Հանգարձակի երկնքեն ցան մի եղավ, սաստ գաշունչ հովի մցայնին բես, փոլորդունը լեցուց, ուր նստել էին։ Եվ բաժնված լեզուներ երևցան իրենց որպես թե գրագե ու ամեն մեկուն վրա նստան, եւ ամենքն ալ Սուրբ Հոգիով լեցվեցան, սկսան ուրիշ լեզուներ խոսիլ, ինչպես Հոգին իրենց խոսիլ կուտավ։ Սիրելիներ, ինչպես գիտեք, գրագը գործածվի երկու ցևերով։ Գրագը գործածվի մաքրելու եւ փյուրեղացնելու։ Նաեւ գրագը գործածվի այրելու եւ փճացնելու։ Եթե փամը պիտի փճացնես, գայրես եւ գփճանա։ Իսկ եթե փամը պիտի մաքրես, գրագը գմաքրե, գրագը գփյուրեղացնե նաեւ։ Հոս Աստուծո Սուրբ Հոգին գուզե մաքրել, գուզե զդել եւ ոչ թե գուզե այրել եւ փճացնել։ Գուզե մաքրել, գուզե զդել մեկտեղ հավաքված աշակերտներ, որբեսի բացաստ լան առաքելության։ Հետաքրքրական է, որ նույն վիճակը գտեսնենք Եսայա մարգարեության 6-րդ գլուխին մեջ, որ Եսայա մարգարեն գրեթե միևնույն փորձառությունը կունենա դաջարին մեջ։ Երբ Աստված Եսային կգանչե մարգարեանալու, Եսայի ինքզինք արժանի չի դեսներ, որովհետև ինքզինք կդեսնե որպես աղդոտ լեզու ունեցող անձ։
արձանագրված գսե բիրց շրթունք ունեցող մարդ։ Նաև ժողովուրդն ալ նույն շագերտյալ աղդոտ լեզու ունեցողն է։ Եվ ես արժանի չեմ գսե այս ժողովուրդին, ոչ ես արժանի եմ, ոչ ժողովուրդը արժանի է։ Սակայն դեռ Աստված գմակրե Եսայի անմաքրությունը, գմակրե Եսայի բղծությունը։ Ինչպես սեղանեն այրող գրագեն արդված գայծով, որ մե ետք Եսայի բացած կլա Աստուծո կործնելու ժողովրդին մեջ։ Գտեսնենք այս հատվածը Եսայա մարգարեության 6-րդ գլուխին մեջ։ Ուրեմն սելներ Աստուծո Սուրբ Հոգին նախ գմակրե, նախ գզդե մարդը առածը, եւ ապա մաքրված հավատացյալը լեցված Սուրբ Հոգիով գարաշնորթվի այն առաքելության, որ Աստված գարաշնորթ է։ Եվ ամեն մեկ անց առաքելություն ունի։ Այս էր որ բադահեցավ Պենտեկոստեի օր, այս էր որ գտեսնենք հոգեկալուստի օր։ Նախ գրագել լեզուներ, աշակերտներուն յուրաքանչյուրին վրա հանգչել է ետք, Սուրբ Հոգիով լեցվեցան եւ գտեսնենք աշակերտներուն առաքելությունը ատկե ետք։ Ուրեմն նախ զդվիլ, նախ մաքրվիլ, Սուրբ Հոգիով լեցվիլ եւ ապա ծառայության երթալ։ Ուրեմն Սուրբ Հոգին կորցը նախ մաքրել եւ զդել է։ Մարդ կմաքրվի Սուրբ Հոգիով եւ ապա երբ կլեցվի Սուրբ Հոգիով գտարնա հավատացյալ։ Սակայն շատերը կան որ չեն գնալ լեցվել Սուրբ Հոգիով, որովհետև բարձրապես մաքրված զդված չեն։ Այսինքն բարբված չեն որբեսի լեցվին Սուրբ Հոգիով։ Պատկերացրեք կավատ վճուր լման լեցուն է, հավելյալ ճուր պիտի թափի, դեղ չի գա կավատին մեջ։ Նույն է բարական, երբ մարդ լեցված է այլ բաներով, Սուրբ Հոգին դեղ չունի, լեցուն է։ Պետք է բարբվի, որպեսզի Սուրբ Հոգին լեցվի, պետք է մաքրվի, պետք է զդվի։ Բարբված եթե չլանք, չեն կրնար Սուրբ Հոգիով լեցվիլ։ Եվ այնքան լեցուն կա, լեցված դարբեր տեսակի բաներով, լեցված հբարդությամբ, բարգությամբ, նախանցով, ադելությամբ, կանգադով, անձնասիրությամբ, դժգոհությամբ եւ Կաղադացիս 5-ին մեջ կտեսնենք որքան լեցված բաներ կա մարդարածին մեջ։ Սուրբ Հոգին դեռ չէ մնացած։ Սուրբ Հոգին ինչպես պիտի դեղավորենք այս բոլորին մեջ։ Ինչպես կարելի է Աստուծո Սուրբ Հոգիով լեցվել, երբ մարդը առածը լեցված է այլ բաներով։ Հիմնական էական պատճառը Պենտեկոստեի օրը Աստված լեցուց իր աշակերտները իր Սուրբ Հոգիով, որովհետև առաջին պատճառը, մեծակույն պատճառը, անոնք միապան մեկտեղ էին, մեկ սիրտ, մեկ հոգի։ Երկրորդ պատճառը, անոնք բարբած էին իրենց անձերը, վախե, փարգութենե, հբարդութենե, եսասիրութենե, հուսախապութենե, հուսահադութենե, ադելութենե, նախանցե, թշնամութենե, արդոնեցին, դեղ դվին Աստուծո Սուրբ Հոգին, որ լեցնեց իրենք փնագի իրենց մեջ։ Այսօր հոգեկալուստ է, քրիստոնյա եկեղեցին ամբողջ աշխարհի մեջ, գանցատարնա հոգեկալուստի գիրագին։ Այսինքն քրիստոնյա եկեղեցին գհիշե իր ծնունդը։ Նաև գաբրինք այնպիսի վիճակներու մեջ, ու շատ ավելիով գարիքը ունինք Աստուծո Սուրբ Հոգի ներգործության։
ամեն ադենը ավելի գարցեք գալիք ունենք Աստծո Սուրբ Հոգի զորության, առաջնորդության, պաշտպանության։ Սակայն մյուս կողմը Աստծո Սուրբ Հոգին գհրավիրե զիս եւ քեզ ամեն մեկս յուրաքանչյուրս նախ միապան ըլլալու։ Եվ ապա բարբել մեր մեջ են բոլոր այն ժխտական բաներն, որ լեցված ենք, որովհետեւ լեցնե մեզ իր Սուրբ Հոգիով, իր երկնային աստվածային զորությունով, եւ դա մեզի հույս, զորություն, առաջնորդություն, քաջություն։ Շատ հաճախ գլսեմ գահցնեն ուր է Սուրբ Հոգին։ Ինչու Սուրբ Հոգին չի գործել։ Այս հարցումին մենք հարցումով պետք է պատասխանենք։ Որքանով մեր ընտանիքները, մեր ազգի զավակները միապան են այսօր։ Ինչպես Սուրբ Հոգին պիտի լեցնե, երբ գրիվներու մեջ լանք, երբ բաժանումներու, դարագործություններու մեջ լանք։ Աստծո Սուրբ Հոգին ներկա գլա հոնորով միապանություն կա։ Եվ Աստծո Սուրբ Հոգին գործնե հոնորով միապանություն կա։ Սուրբ Հոգին ինչպես պիտի այցելե, երբ բաժանումներ գրիվներ կան։ Եվ երկրորդ հարցումը որ պիտի ասենք, որքանով բարբված ենք եւ դեղի գուտանք, ասելու ով Սուրբ Հոգի ասված գուզենք բարբվել ամեն բաները եկու լեցուր մեզ կու Սուրբ Հոգիով։ Գուզենք մեր մարդկային ուղղության մեջ ըլլալ, մարմնավոր ուղղության մեջ եւ միևնույն ադենսել ով Սուրբ Հոգի ասված ուղես։ Եթե թշնամություն կա, եթե հպարտություն կա, եթե նախանց կա, եթե այս կա, եթե այն կա, Սուրբ Հոգին հոնդեղ չունի։ Հոնոր որ սեր կա, միապանություն կա, խոնարհություն կա, բարբված հոն Սուրբ Հոգին դեղ ունի։ Ուրեմն սիրելիներ, եկեք բերդե գոստեի այսօրվան մեջ, հոգեկալուստի այս գիրակին, աշակերտներուն նման միապանության ետևը լանք։ Եվ մեր վրայեն բարբենք, մեր սրդերեն դուրս հանենք, մեր հոգիներեն, մեր մտքերեն, ամեն տեսակի ջնշվածություն, նեղություն, մեղքի ծանրություն եւ աղոթքով խնդրենք։ Աղոթքով խնդրենք, որ Աստծո Սուրբ Հոգին լեցնե մեզ։ Լեցնե մեզ մեր յուրաքանչյուրս, լեցնե մեր ընտանիքները իր առատ օրհնություններով, իր առատ բարգեւներով եւ հատկապես աստվածային զորություններով, որպեսզի գարենանք ապրիլ վկայության, բայկարի, հաղթական կյանք եւ միմիայն այն ադեն դերը պիտի փառավորվի մեր ապրած եւ մեր ծառայած կյանքով։ Օրհնապեր Բենտեգոստեի գիրակի Սուրբ Հոգիով լեցված առաջնորդված եւ իր կամքը օրհնյալ թողնա։ Օրհնյալ լակ։ Ամեն։ Մեր դերոց սովեցուցած աղոթքը միասնապար գաղոթենք։ Բոլորս միասին մասնագից դառնանք դերոց սովեցուցած աղոթքին։ Toch met aspartisme
զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս ամեն եւ ինք խաղաղության Աստվածը ցեզ բոլորովին սուրբն է ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ բահվին մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ադենը ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը Հոր Աստուծո սերը Սուրբ Հոգին հաղորդությունը առաջնորդությունը պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին ձեր ընտանիքներուն ձեր հարազատներուն հետ լա գացեք խաղաղությամբ ամենագալն Աստված Հայր Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանե ձեզ հիմա եւ միշտ հավիտյանս ամեն